Նախ կասեք Եվրամիություն, Միացյալ Նահանգներ այդ լարվածությունից ում գլուխն է ավելի շատ ցավելու ի վերջո։ Գարձեմ որ բոլորի գլուխն է ցավելու։ Եվ Եվրամիության եւ Միացյալ Նահանգներու, որովհետեւ այս Միացյալ Նահանգներու նոր մաքսային քաղաքականությունը շատ մեծ խնդիրներ պիտի առաջացնի եւ Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ։ Այդպես ալ չէ, որ Միացյալ Նահանգները շահավոր պիտի դուրս գան այս խնդրեն, թեև գաղձիկներ կան, մասնավորապես ծանոթ, հանրածանոթ այսպես էկոնոմիստներու, որոնք գսեն, որ մի քանի տարի յետ Միացյալ Նահանգները շահավոր պիտի դուրս գան այս վիճակեն, որովհետև պիտի եթե կարողանան թիմանալ մի քանի տարի, պիտի ամբողջ իրենց ջարդարարվեստի ամբողջ համագարկը պիտի կարողանան վերագետրոնացնել Միացյալ Նահանգներու մեջ եւ այս կարծիքը գոյություն ունի համենայնտեպս, բայց առայժմ կգարձեմ, որ երկու կողմերն ալ ծանր բանի մեջ կգտնվին, ծանր տնտեսական եւ քաղաքական ծանր վիճակի մեջ կգտնվին։ Անգամ Եվրամիության բարձր պաշտոնյաների կողմից արդեն վերջնագրային հայտարարություններ են հնչում, որ Միացյալ Նահանգներ Եվրամիություն հարաբերությունները նախինը այլևս չեն կարող լինել։ Գիտեք, նաև վստահության խնդիր կա, որտեղ Եվրամիությունը մինչև հիմա այսպես աչքերը փակ, ականջները փակ վստահած էր Միացյալ Նահանգներուն իր անվտանգության խնդիրներու եւ զանազան ոլորտներու մեջ, թե տնտեսական, թե քաղաքական խնդիրներու մեջ, որ քիչ մջիկ թափելով եւ Միացյալ Նահանգներու այսպես հրահանգները, բաները կատարելով կարող էին Եվրամիությունը փառքավաճ վիճակի մեջ բահել եւ գարձեք թե այսօր այդ նոր շարժումը վստահության բամը ուրիշ հանգրվան անցանք անվստահության ավելի ճիշտ ուրիշ հանգրվան հասավ Եվրամիությունը ես կգարձեմ որ ուրսոմներ կան այսինքն վերլուծաբաններ կան որոնք Եվրոպայի մեջ կսեն որ արդեն իսկ Միացյալ Նահանգները Եվրոպայի հանդեպ շատ այսպես անարքանքով եւ բանով կվերապրվեին բայց գբահեին քախնի ծևով գվերապրվեին այսինքն արիերես բարեկամական բայց յետին միշտ այս քաղաքականությունը վարած է Միացյալ Նահանգները Եվրոպայի հանդեպ եւ թե այսօրվա նախագահը բացահայտ կերպով գսե թե Եվրոպան այլևս Միացյալ Նահանգներու պաշտպանյալ միավորը չէ։ Ամբողջ խնդիրը այն է թե Եվրամիության երկրները հիմա ինչ պատասխան են պատրաստում Թրամփի այդ մաքսատուրքերին։ Կգարձեմ, որ պատասխանը կգնա հետաքրքրական պատասխան լալ, այսինքն հաջող պատասխան կգնա լալ այսօր, թեև Եվրամիությունը այս որոշումները առնելու համար միացայն պետք է ներկայանա եւ այդ միացայնությունն է ուն խնդիրը, որովհետեւ մի քանի երկիրներ կան Եվրամիության մեջ, որոնք կգնան Եվրոպական հանձնաժողովի առաջարկները չընդունել։ Ուրեմն առայժմ այս վիճակի մեջ ենք սպասողական մեկ բան կա, վիճակ կա այսօր։ Եվրամիությունը կգնա ճիշտ նույն որակով, նույն քանակով բաժամիջոցներ որոշել Միացյալ Նահանգներու հանդեպ եւ որոշ շատ ռազմավարական ոլորտներ Միացյալ Նահանգներու մեջ իսկապես Եվրոպական միության արտադրանքներում պետք պիտի ունենան օրինակի համար կխոսվի օտանավային ջարդարարվեստի մասին որու կարևոր կոմպոզանտները կարևոր դարերը
գարդատրվին Ֆրանսիայի կողմէ եւ եվրոպական ուրիշ երկրներու կողմէ։ Ուրեմն խնդիրը այնքան էլ բարձ չէ, Եվրոմիությունը կպատրաստվի այսպես խիստ միջոցներ ցերնարգելու եւ ոչ մեկ ցերով դրական չէ այս գացությունը։ Կարևոր է Մեծ Բրիտանիան ինչպես կպահի, չէ՞ իրեն Տիկին Հիլդա։ Շատ կարևոր է Մեծ Բրիտանիան ինչպես պիտի պահի, շատ մեծ կասկածներ կան, որ Մեծ Բրիտանիան պիտի սկիզբը պիտի այսպես քրքրե Եվրոմիության հանրային գարձիկը եւ այլն, եւ հետո պիտի քաշվի եւ պիտի համաձայնի Միացյալ Նահանգներուն հետ, առանցին համաձայնություն պիտի գտնի համենայնպես Միացյալ Նահանգներուն հետ, միշտ այսպես եղած է պատմության մեջ եւ այդ վախը եւ այդ կասկածը գոյություն ունի, բայց ոչ միայն, որովհետեւ ամենակարևորը իմ կարծիքով Եվրոմիության այսօր Գերմանիան է, Գերմանիան շատ կենտրոնական բան ունի, կարևորություն ունի այս խնդրի մեջ, որովհետեւ Գերմանիան ջարդարարվեստի ամենակարևոր երկիրն է Եվրոմիության մեջ եւ գարձեք թե Միացյալ Նահանգներու նպատակը նաեւ Գերմանիան դգարացնել է այնպես որ շատ հստակ բաներ կարելի չէ ասել այսօր մեկ բան կա որ հստակ է ինձ համար ամենատեղս հստակ է այն որ եվրոպական միությունը հնարավորությունը չունի Ուկրաինայի պատերազմը ֆինանսավորելու այո, բայց Ուկրաինայի պատերազմի նեցուկ կանգնելու ռազմական առումով հնարավորություն չունի այսօր Եվրոմիությունը։ Չնայած այդ հայտարարություններին, մտածում։ Չնայած այդ հայտարարություններու, որտեղ այդ հայտարարությունները քաղաքական հայտարարություններ են, որոնց յետին այսպես գազմագերված եւ գառուցված բան գոյություն չունի ծրագիր գոյություն չունի։ Առայժմ կարծեք թե քաղաքական որոշումներուն, քաղաքական այսպես եւ ես քաղաքական գսեն ոչ խորքային իմաստով չէ, բայց այսպես հանրային խոսքի իմաստով պատասխան կպատրաստի Եվրոմիությունը հետևաբար կարծեմ որ Եվրոմիության այս վերջին հայտարարություններեն յետք կորձի անցնելու համար շատ հսկա ճանապարհ կա անելիք եւ ժամանակ պիտի առնի։ Տիկին Հիլդա, հուսով եմ իրավիճակը այնքան լարված եւ վատ չէ, որ տուժի դրանից հայ ֆրանսիական ռազմական համագործակցությունը։ Ես չեմ կարծեր, որ աստեցություն կունենա Ֆրանսա-Հայաստան ռազմական համագործակցության վրա, որովհետև այդքան հսկայական կարևորություն չի ներկայացնել այդ ռազմական համագործակցությունը, ինչ որ Ֆրանսան Հայաստանին գուտա, կկարծեմ, որ լավ է, շատ կոհենք, բայց այդ չէ, որ մեծ տարբերություն պիտի ունի այսօր Հայաստանի պաշտպանության համար։ Հետևաբար չեմ կարծեր, որ այսօր կարողանանք կասկածել այդ մասին, տարբերություն պիտի չլա Հայաստանի հետ հարաբերությունների վրա։ Տիկին Հիլդա, վստահ եմ հետևել եք այս օրերի այդ տրամադրություններին, ինչու չի ստորագրում Բաքուն հայ-ադրբեջանական պայմանագիրը, արդեն համաձայնության եկած։ Ներողություն չհասկացա, ինչու Մակրոնը չի ստորագրում։ Մակրոնը չէ, Բաքվի մասին է խոսքը, ինչու։ Ներողություն, սխալ լսեցի։ Որովհետև Ադրբեջանը հետաքրքրված չէ այդ պայմանագրով։ Բայց ինքը Ադրբեջանը հայտարարեց, որ մենք ավարտել ենք Երևանի հետ եւ համաձայնեցրել ենք բոլոր կետերը, հա։ Այո, այսինքն շատ հայտնի է, որ Բաքվի համար շատ ավելի հերագա նպատակներ կան, որոնք այդ պայմանագրով կգնան նույնիսկ խոչընդոտվել այսօր։ Իմ կարծիքով Բաքու երբեք հետաքրքրված չէ Հայաստանի հետ խաղաղության ծրագրով, ոչ միայն պայմանագրով, այլ նաև ծրագրով։
իմ այսինքն մեր բոլորին տեսած դերեկություններով Բաքվի բանջարները շատ ավելի հերու եղան քան այդ պայմանակիրը եւ հետո գտեսնենք որ պայմանակրի բոլոր պայմանները վերջանալ այսինքն համաձայնեցվել է վերջ նոր պայմաններ կստեղծվին այսօր եւ շարունակապար այսպես պիտի լա Բաքվի հետ հարաբերությունները պիտի չստորագրվի այդ պայմանակիրը ըստիս ոչ միայն պիտի չստորագրվի այլ շատ ավելի ծանր բաներով պայմաններով պիտի հետապնդվի այսպես պիտի շարունակվի այս խոսակցությունը այս երկխոսությունը